Հայաստանում գործազրկության մակարդակը տարածաշրջանի երկրների համեմատ շարունակում է բարձր մնալ։ 2024 թվականի համեմատ 2025 թվականին մեր երկրում գործազրկության մակարդակը նվազել է, հասնելով 12 և ավելի տոկոսի։ Մասնագիտական հմտություններից մինչև աշխատավարձի և ակնկալիքների անհամապատասխանություն, աշխատատեղերի կենտրոնացումից մինչև թվային և լեզվական հմտությունների պակաս։ Հայաստանում աշխատանք գտնելու խոչընդոտները տարբեր են, միայն թե աշխատանք փնտրողների համար սա լուրջ խոչընդոտ չի կարող համարվել, կարծում են մեր համաքաղաքացիները։ Հայաստանում աշխատանք գտնելը դժվար է։ Ես կարծում եմ աշխատողի համար ոչ մի բան դժվար չի, եթե մարդը ցանկություն ունի աշխատելու, ամենուրեք կարող է աշխատել։ Հայաստանում առավել եւս չեմ կարծում, որ աշխատանք չկա։ Աշխատանք իրականում հեշտ է գտնելը։ Պարզապես ցանկություն է պետք։ Ուզում եմ ասեմ, աշխատանք կա, աշխատող չկա իրականում։ Զարգացման ճանապարհը շատերը դժվարանում են կամ ցանկություն չունեն անցնեն։ Շատ պարամետրերից է կախված, ելնելով իր կրթությունից, ելնելով իր արհեստավարժությունից, ելնելով միջավայրից, որտեղ ինքը կա, ելնելով իր ծանոթությունից, նետվորքից, շատ տարբեր բաներից է կախված։ Հարցվածներից շատերն էլ համաձայն չեն, որ մեր երկրում գործազրկության մակարդակը նվազել է։ Թեև տեսախցիկների առջև խոսել չցանկացան, բայց մեկնաբանեցին, թվերը նվազում են, խնդիրները մնում նույնը։ Վիճակագրական տվյալների համաձայն ավելի մտահոգիչ է երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը։ Երիտասարդության շրջանում գործազրկությունը հասել է գրեթե 26.7%-ի։ Սա տարածաշրջանում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։ Ծանոթ բարեկամ շրջանակից բացի մեր երկրում աշխատանք կարելի է գտնել օգտվելով միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ծրագրերից։ Միասնական սոցիալական ծառայությունը ամբողջ Հայաստանի Հանրապետությունով ունի 49 տարածքային կենտրոններ, որտեղ անձինք գնում են, գրանցվում են, համապատասխան աշխատանք է տարվում իրենց հետ, հարմար աշխատանքի առաջարկներ են արվում, ուղեգրերով գնում տեղավորվում են մարդիկ աշխատանքի։ Նաև ունենք on-line հարթակ, e-work AM հարթակն է, որը այս պահին էլ աշխատում ենք նրա կիրառելիությունը ել ավելի բարձրացնելու ուղղությամբ։ Հուլիսի 1-ից e-work-ը լինելու է պարտադիր Հայաստանի բոլոր մարզերում։ Այժմ պիլոտային գործարկում ենք Սյունիքի և Կոտայքի մարզերում։ Սա ինչ է նշանակելու, որ գործ չունեցող քաղաքացին կարողանալու է շատ հարմար ավետությամբ իր տնից ուղղակի գրանցվի հարթակում եւ բնականաբար այդտեղ հարմար բոլոր առաջարկները իրեն իր ցանկացած մասնագիտությամբ, իր ստացած կրթությամբ եւ իր ցանկություններին համապատասխան հարթակը ավտոմատ աշխատանքի առաջարկներ կուղարկի, համադրումներ կիրականացնի։ Բացի գրանցվելուց շատ կարևոր է աշխատանք գտնելու ցանկություն ունենալ, ասում է Լիաննա Թովմասյանը։ Կարևորում ենք նաև այն քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ պատճառներով, օրինակ անապահովության համակարգում գտնվելու տարիներ շարունակ կամ այլ պատճառներով, որոնք չունեն ցանկություն կամ ձևավորված ցանկություն չունեն, իրենց օգնել, ուղղորդել, իրենց մեջ ստեղծել եւ ամրապնդել աշխատելու ցանկությունը եւ աշխատելու կարեւորությունը, ինչպես գիտենք, մեր պետության առաջին այսպես թիրախային ուղղություններից մեկը զարգացման, դա բնականաբար հիմնված է աշխատանքի կարեւորության գիտակցման վրա եւ կարեւորության ընդգծման վրա։ Միասնական սոցիալական ծառայությունում գործազրկության մակարդակն այս տեսքն ունի։ 2024 թվականի դեկտեմբերի վերջի տվյալներով աշխատանք փնտրող անձանց ՄՍԾ-ում գրանցված աշխատանք փնտրող անձանց թվականակը եղել է 56575 անձ, որից գործազուրկ է եղել 37572-ը։ Իսկ եթե համեմատական տանենք 2025 թվականի դեկտեմբերի վերջի տվյալների հետ, դեկտեմբերի վերջին 25 թվականին ունեցել են 46508 աշխատանք փնտրող անձ, որից գործազուրկ եղել է 32974-ը։ Որ դեպքում անձը կարող է չհամարվել գործազուրկ։ Օրինակի համար մենք անձին 2 անգամ հարմար աշխատանքի առաջարկ ենք անում եւ եթե չի համաձայնում հարմար աշխատանքին, սա ինքնին նշանակում է, որ անձը չունի աշխատելու ցանկություն եւ իր գործազուրկի կարգավիճակը դադարեցվում է։ Այդպիսին է գործող կարգը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալը կարևոր լուրով է կիսվում։ Շուտով կմեկնարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ծրագիրը։ 3 տարի եւ ավել փորձառություն
ունեցող բիզնես ուսուցում եւ ուղեկցում իրականացնող ընկերությունները պետք է գան դիմեն մեզ, մենք էլ նրանց տրամադրենք Ղարաբաղից տեղահանված անձանց ծրագրի պահանջներին համապատասխանող անձանց տվյալներ, որ բիզնես ուսուցում անեն, բիզնես ծրագիր կազմեն, ներկայացնեն մեզ եւ ուղեկցում անեն, մենք էլ քաղաքացիներին դրամաշնորհ ենք տալու։ Սա թիրախային աջակցություններից մեկն է, որ պետության ընդհանուր քաղաքականության շրջանակներում իրականացվում է։ Հայաստանում աշխատաշուկայի պահանջները վերջին տարիներին լուրջ փոփոխությունների են ենթարկվել։ Միայն դիպլոմ ունենալը բավարար չէ։ Լավ վարձատրվող աշխատանքի դեպքում անհրաժեշտ է տիրապետել թվային հմտությունների եւ առնվազն մի քանի լեզվի։ Սրանք այն բանալիներն են, որոնք բացում են դռներ, նույնիսկ եթե մասնագետ չեք։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Բեն Անտոնյան, Արմալուր։